Բարև բոլորին, այսօր Ռեալ Մադրիդը խաղալու է Արսենալի դեմ Չեմպիոնների լիգայում, սա առաջին հանդիպումն է ընդդեմ Արսենալի։ Առասարակ Ռեալ Մադրիդը պատմության մեջ հաջող վիճակագրություն չունի ընդդեմ Արսենալի, բայց այսօր ես չգիտեմ խի սպասում եմ, որ Ռեալ Մադրիդը չի պարտվի առնվազն Արսենալին։ Եվ այսօր կանխագուշակում եմ չգիտեմ խի խաղալափոխին ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգա, Էդուարդո Կամավինգա այսօր շատ բանը կախված լինելու, ցախ պաշտպանի դիրքում է նաև Դավիթ Ալաբան, մի քիչ սպորնի է, էսի շատերը մտածում են, որ այդքան էլ պետք չէր Ալաբային դնել այսօր ցախ պաշտպանի դիրքում, քան Ֆրան Գարսիային, բայց ես կարծում եմ, որ վատ որոշում չի կայացրել Անչելոտին խաղի ընթացքում իհարկե կհասկանանք արդյոք վատ որոշում էր թե չէ, բայց կարծում եմ ես ասեմ պազերշկա եմ անում Անչելոտին այս որոշման հարցում։ Եվ նաև պազերշկան եմ անում, որ Լուկաս Վասկեսը չի մեր աշպաշտպանը, այլ Ֆեդերիկո Վալվերդեն է։ Նաև պազերշկա եմ անում, որ այսօր վերջապես հասկացավ, չնայած ստիպված չում ամենին, քանի որ այս խաղը բացաթողում խաղամակենտրոնական պաշտպանի դիրքում Ռուդիգերին զույգ Ռաուլ Ասենսիոն, ում որ չգիտեմ խի հեյթենանը մոռանալ, որ էսի իր առաջին մրցաշրջանն է, որ էսի մրցաշրջանը անցկացնում է ինքը վատագույն Ռեալ Մադրիդի պաշտպանների հետ, այս մրցաշրջանում շատ վատ մրցաշրջան են անցկացնում Անտոնիո Ռուդիգերը, Դավիթ Ալաբան, դրամայից հետո Լուկաս Վասկեսը, Ֆրան Գարսիան, Ֆերլան Մենդին ու այդ սաղի անունների մեջ լավագույնը Ռաուլ Ասենսիոնն է։ Էդի թող ձեզի լինի ազդանշան, որ հասկանաք, որ 22 տարեկան ֆուտբոլիստի համար, որ առաջի անգամ Շանսաստանում գլխավոր թիմում խաղալու սենց ֆուտբոլա ցույց տալիս, սենց խարիզմա ցույց տալիս, սենց պայքարը ցույց տալիս։ Գնահատեք էդի ու հասկացեք, թե իր կողքը ովքեր են խաղում ու ինչ մակարդակով։ Ու ինքը բոլորից մի գլուխ բարձր է իր մակարդակով մեր պաշտպաններից։ Ներկա պայդրությամբ իհարկե։ Բոլորից լավ հանդիպում եմ մաղթում, գնացինք հանդիպումը դիտելու։ Հալա Մադրիդ իմ կանխագուշակումն է 1-1 կամ 2-2։ Ռեալ Մադրիդը չի պարտվի, բայց Ռեալ Մադրիդի հաղթանակ է չեմ սպասում։ Так что vamos։ Գնացինք Արսենալի հետևից։ Ես կարծես թե դրվագ մի պա բասոցի Կիլիան Մբապեի մոտա գնդակը ու սարակ հարված էր։ Ես մեկ էլ մոռացա ասեմ, որ ամենավտանգավոր ֆուտբոլիստը Արսենալի կողմից իմ համար Մարտին Էդեգորն է։ Մեր նախկին ֆուտբոլիստները մեր դեմ միշտ լավ հանդիպումներ են անցկացնում ու ես հույս ունեմ, որ այսօր Էդեգորը մեզ գոլ չի անի։ Ինչքան բայց ես հավատում եմ, որ գոլ կանի։ Հույս ունեմ, բայց չի անի։ Խաղթում եւ հիմա Տուգանային հարվածը իրացնելու Արսենալը։ Ստանդարտներից շատ ուժեղ Արսենալը, բոյե ֆուտբոլիստները քիչ չեն։ Ռոդրիգոին չկարողացավ դաժե գնդակը բարձրացնի։ Սխալվում է։ Սակայն շատ կոպիտ սխալա թույլ տալի վինի։ Չնստավ տրիվելա փոխանցումը վինից, ափսոս։ Սակայն կոպիտ սխալա թույլ տալիս։ Շատ ռիսկային պասեր Կամավինգայից, Էդեգոր։ Սակայն ընդդեմ Ալաբայի։ Գոր էր հայ հանում արա Ռուդիգերը։ Շատ վտանգավոր էր, իստված դաժե գնդակը գոլերի մեջ արդեն։ Ինձ նայք, որ ինակ Սալիբայի խաղն հետաքրքրահավոր, թե ինչ մակարդակով խաղ ցույց կտա։ Լուիս Քելի վրոձի այն ցախ պաշտպան է, բայց հիմա խաղի ընթացքում հենց հիմա այնակ է խաղում։ Ու Արսենալը անցել է 3 կենտրոնական պաշտպանի։ Ալաբա, ափսոս, Մբապեն շատ է վերտեսե վինին, ափսոս չկարծեմ անցկացնի պաշտպանի տվով։ Մարտինելին ընդդեմ Վալվերդեի Պարտի, ացկոք Ուրդու ապրես Սուլիչը պետքա իրացվի 11 մետրոնոց է նայմ ինչ-որ 11 մետրոնոց է նայմ Ռաուլ Ասենսիոյի ձերին կպա ոնց-որ ձերին կպել է միանշանակ, բայց ինքը պլյուս ձերը նորմալ դիրքում էր, չկա 11 մետրոնոց Ինքը դաժե հետո դաժե այդ պահելը ձերվագը գնդակը կպավ ձերին ու ինքը արդեն ինքը նա ձերը դիրքում էր դրե, որ ինքը արդեն այսպես պաշտպանողական ձերը հետևները դրե ինքը, այդ պատրաստում էր դաժե հետևը տաներ։ Offside Մբապեն։ Մեկա չխփեց, բայց offside էր։ Վինի ֆանտաստիկ պրեսինգը։ Չկար արա։ Իսկ նո մարմնով ուսով աչ ուսով երևի առաջ էր։ Ջուդ
Ջուդ Մբապեին։ Մբապե գոլը։ Էսի պետք էր իրացնել։ Էս պետք էր իրացնել Մբապե։ Լավ մորը սարը։ Շատ վատ խփեց ուղիղ վրատարի վրա։ Վինի։ Ստացված փոխանցում Մբապե շատ լավն է, Մբապե հիասքանչ է։ Իրանց խախտում, բայց Չարը քացով խփեց Մբապեն։ Սիշ պաստավեց սականներ, սիշ կտրուխ պասեր արա։ Շատ լավ պասեր, ափսոս մարդ չունեին 9 համար նորմալ։ Ալաբան ուշացավ որա, սական էլի է շատ արագ է։ Սական սկսեց սխմել Ալաբային ու Ալաբան չի ձգում, Էդեգորը շատ լավ պաստավեց։ Կուրտուա։ Որա մերին օներ, թե ռայսներ էր ու դռանում։ Առաջ խաղակեսն ավարտված է 0-0, ես չէի սպասում, որ առաջ խաղակեսում 0-0 կլինի իրականում, դաժե 1-0 ավելի շուտ Արսենալի հաղթանակի առաջ եմ սպասում, քան թե 0-0, բայց ունենք այն ինչ ունենք, Կուրտուան վերջում փրկեց վտանգավոր հարվածը նավեսից հետո, Մերինոն էր կարծեմ տոլի Դեկրան Ռայսը, հետո մի հատ է դաբլսի, մի հատ է Ացկոկ արեց, Կուրտուան Ացկոկից Մարտինելի խփեց, բայց դա այդքան վտանգավոր չէր, ինչքան առաջին հարվածը, մենք մի հատ վտանգավոր պայք ունեցեք Իլիան Մբապեի Ածինազիններ, որ ուղիղ վրատարի վրա խփեց, չգիտեմ ինչ էր ուզում աներ խայլավոգին ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգա եւ Թիբո Կուրտուա, վատագույն Ռոդրիգոն դաշտում չի ոնց որ թե ուրիշ վատագույնի մի քիչ բարդ առանձնասերը Ջուդն էլ ընդհանուր առմամբ չէր փայլում, բայց ասենք վտանգավոր փոխանցում կատարեց Մբապեն լավ վիզեր դնում, բայց ոչ մի արդյունավետ բան։ Վինին տենց ակտիվ էր, բայց տենց վատը չէր։ Դրա համար ինչ-որ կոնկրետ ինչ-որ մեկին առանձնացել բացի այս 3-ից չեմ կարա թե լավից թե վատից, այսինքն վատն է Ռոդրիգոն եւ լավագույն կարամ ասեմ Կամինգա եւ Կուրտուա։ Երկրորդ խաղակեսում բարդ հանդիպում էլի ավելի սպասելու, ավելի շատ ճնշում լինելու կարծում որտեւ իրենք առաջ խաղակեսում գոլ չարեցին։ Երկրորդում փորձել են խփել։ Բոլորից լավ հանդիպում Հալա Մադրիդ գնացինք երկրորդ խաղակեսը նայելու։ Մենք այստեղ ենք, երկրորդ խաղակեսը սկսվում է, ես սպասում եմ էլի ակտիվ սկզբի Արսենալի կողմից, բայց կարծում եմ Ռեալ Մադրիդը կդիմակայի, հույս ունեմ կդիմակայի, եթե սենց գնա խաղը ամեն դեպքում Նիչան ճիշտ եմ գուշակել, բայց հաշիվը հնարավոր չէ, 0-0-ի կոմա գնում չգիտեմ, գնացինք հանդիպումը դիտելու։ Շատ լավ նավինի, Ջուդը շատ լավ տվեց Վինին։ Վինին Տիմբերի դեմ, Մբապե, ուշացավ Մբապեն, լավա գնդակը մեր մոտ է։ Մոդրիչ, դու գնային հարված, գիրասնի Էդեգոր ամենայն հավանականությամբ։ Չէ, вообще-то Դեկլան Ռայս։ Մոշնի արված կարող ունենա Ռայսը, բայց Փարթին է արված ունեյանի։ Բայց Սականու Ռայսն են կանգնած։ Նիֆիգա սիբե, ուգլավոյի չէի սպասում գոլ, Դեկլան Ռայսին շատ եմ սիրում, Արսենալի երևի ամենասիրածս ֆուտբոլիստն է, այս պրյամը դաժը։ 0-0-ից ազատվեցինք, բայց մի հատ գոլ ենք, Ջուդն էլ ապշած Ռայսի գոլից, իդեալական, Կուրտուային թված թե գոլ չի, ոնց որ ձերները քաշեց ոնց որ ապե, Ռայսս Ռոնալդոյի անում, ես եմ ստե։ Խաղը դրեք տենանք, ինչ է կատարվում։ Ալաբա, Կուրտուա, ես ինչ էր արա մորը սարև, ես ինչ էր ընգեր, հորը սարև, սիշ մեջ դունակ ընդեքցեց, Ֆեյդեին ուղակի արա, Ալաբա ուղակի, Մարտինելի արվածը, Կուրտուա,
Բայց չեն կարում գնդակ վեկալ են սակայ ձերից։ Էլի խախտում։ Վտանգավոր դիրքել էին։ Եվս մեկ տուգանային հարված և Ռայս ամենեն հոքսեմ էլի կարվածի։ Լսր խոնամ անք աշկերը։ Չանում Դեկլան Ռայսը մորը սարև, չանում ապես տղեն։ Իդեալական հարված ընգեր, իդեալական հարված ընգեր։ Իդեալական ապեսի ոչ մեկ չի կարա պայի։ Վասկեսն է մտել։ Մոդրիչն էլ է։ Մոդրիչին պետք էր առաջի Ալաբայից փրկելու վաղթ հանել։ Շատ լավ պաս, Կամավինգա։ Շատ լավներ արա, Կամավինգան այսօր մի թեմի լավագույն ֆուտբոլիստն է։ Մբապե, Ռոդրիգո, Վինիսիուս ուղղակի 0 էֆեկտ, 0 ուղղակի ինգեր։ Այսի նորմալ է, մենք խաղում ենք ընեց ոնց որ Վալենսիայի դեմ, մենք խաղում ենք ընեց ոնց որ խաղում ենք վերջի խաղերը, մենք խաղում ենք այն ինչը որ զզվելի է ուղղակի նայել։ Մենք ունենք դաշտում Ջուդ, Վինի, Մբապե եւ Ռոդրիգո 0 էֆեկտ։ 0 ուղղակի։ Զերո էֆեկտ ուղղակի ինգեր։ Գուշակ եք ում եդերից գրո, ըստ իհարկե Լուկաս Վասկիսը մեղավոր չի, իհարկե Լուկաս Վասկիսը մեղավոր չի։ Չկա, սայտ նորմալ է։ Կամավինգան ուշացավ, Ռուդիգերը ֆանտաստիկ դիրքում է։ Ջերլական հարված էլի, հալ ինչ նայել ստե գոլ է մաքուր։ Երկրորդ խաղակեսում ենք Ռեալ Մադրիդը դուրս չի եկել խաղադաշտ вообще։ Երկրորդ խաղակեսում մեր արձակման գիծը դուրս չի եկել вообще խաղադաշտ ընկեր։ Ու զամենա չեն լինում ոչ մեկ ընկեր։ Ալաբան, Վինին ու Ռոդրիգոն, ասում Ալաբան, Վինիսիուս, Մբապեն ու Ռոդրիգոն դաշտում են։ Հələ Ռուդիգերին, ոչ մեկ չի խոսել Ռուդիգերի այս խաղի մասին։ Ոչ մեկ չի խոսել այս Ռուդիգերի խաղի մասին։ Նույն բանը անում է Ռաուլ Ասենսիոն, սա քաղաքը էլում է իթ անում։ Քննադատում են մարդիկ, ում էլի, ում։ Բրայմ Դիազ չեմ հավատում Բրայմ, չեմ հավատում 84-ին հանում է անգեր, 84-ին։ Չենք մենք խաղում արա, ինչ ենք մենք անում վաբշե արա։ Այս կոմենտատորը ոչ մի ֆուտբոլիստի չի ճանաչում, լուրջ եմ ասում, սաղին սխալ ասում։ Մի հատ գոնե խփեք ախպեր, գոնե մի հատ։ Մի տոկոս գոնե շանս կունենանք հետ գալ, մի հատ գոնե խփեք։ Չեմ հավատում, բայց դե։ Կարմիր։
Այս խախտման համար երկրորդ դեղին Что сделал? Здесь вроде нарушения правил не было. Может что-то сказал, может быть мяч выбил после себя. Ես չգիտեմ ինչ համար երկրորդ դեղին, ես չհասկացա ինչ համար երկրորդ դեղին ուղակի։ Հանդիպումն ավարտված է 3-0 հաշվով ջախջախվում ենք Արսենալի կողմից, իհարկե այս կանխատեսում այս ջախջախումը կարծում եմ ոչ մեկ չէր կարող անել։ Ինչքան է Ռեալ Մադրիդը վատ ֆուտբոլ էր ցույց տալիս, Արսենալը նենց չի ֆանտաստիկ ֆուտբոլ էր առհասարակ իր առաջությունում առհասարակ ցույց տալիս ու դժվար էր կանխագուշակել, որ 3-0 հաշիվ կլինի, առավել եւս 2-ը ստանդարտից է եղել։ Չեմ արդարացնում թվին խայտարակ զզվելի ֆուտբոլ են խաղացել, ուղղակի տհաճա Ռեալի խաղը նայելը, այս արդեն ուղղակի չգիտեմ, քանի ամիս է ուղղակի մարդ զզվելով է այս խաղին նայում։ Ռոդրիգոն ուղղակի սիրտս խառնում է, լուրջ եմ ասում, արդեն խոսալուց այս խաղի մասին ընկեր։ Ռոդրիգոն փետրվարից էսյան ընդամենը մի գոլ արել ու որը որ Ատլետիկոյի դեմ։ Վերջին անգամ Ատլետիկոյից առաջ խփել է Բրեստին հունվարի 30-ին 2 գոլ։ Այսքան ժամանակվա մեջ արել ընդամենը 1 գոլ, հասկանում եք։ Փետրվարից մի քիչ էսյան արել է 1 գոլ։ Մբապեն առաջ խաղակիսում վատ չէր, պայքարում էր, երկրորդ թեմում 0։ Վինիսիուսը առաջ թեմում պայքարում էր, բայց վատն էր ամենամատածքանց Մբապեն ու երկրորդ խաղակիսում 0։ Ու ողջ թիմը 0։ Ես մենակ կարամ ընդամենը Կամավինգայի ու Կուրտուայի անուն տամ, ովքեր որ լավ անտիպ մնացել, չգիտեմ վերջում ինչ է արես Կամավինգա, որ ես չտեսա ու կարմիր տվեց դրա համար երկրորդ դեղին ես չգիտեմ ինչ արել, որ երկրորդ դեղին են տալի, կարող է կադրից դուրս մնաց հնարավոր ինչ որ նես վադե բան արել։ Հույս ունեմ իրոք տենց բան եղա։ Եթե տենց բան չեղավ, ուղղակի ծիծաղալու է կարմիր կարտ տալը 94-րդ րոպեին թեթև խախտման համար, որ ոչ մի վտանգ չի սպառնում։ Ես անկեղծ եմ ասում եւ որպես Ռեալի ֆանատ հավատում եմ քամբեքի, բայց եթե նայեմ Ռեալի խաղին, Ռոնալդո եթե չկա այս թիմում, որ քամբեք կարա անի, ես չեմ հավատում այս թիմի քամբեքին։ Ոչ մի ձև, ոչ մի խաղով։ Մենք խաղ չունենք, խաղ չկա, խաղ չի գնում вообще, խաղ ցույց չենք տալիս մենք։ Պրոստի մմր տհաճա այս Ռեալ Մադրիդին հետևելը։ Ոչ մի բան ընկեր։ Սեզոնը սկսում էր, սա Ռեալ Մադրիդի սաստավն էին ասում, բանանում, հավքում ու ասում էին, պատկերացրեք, հեսա ինչա լինելու։ Տենում ենք ինչա լինում։ Չեմ ուզում թմին ոնց որ լրիվ միջև վերջ թաղել, բայց էսի թաղելու խաղը, այն ինչ որ մենք ենք ցույց տալի, էսի թաղելու խաղը։ Շատ վատ հանդիպում անցկացրեցինք ու շատ վատ հանդիպումներ ենք անցկացնում։ Ես ուղղակի ավելացնելու բան չունեմ, դուխները տեղը Մադրիդիստաներ ջան, հույս ունեմ թիմը երկրորդ խաղում կհավաքի խելքը գլուխը ու խաղ վերջ-վերջը ցույց կտա։ Ինչին ես չեմ հավատում, որովհետև հնարավոր չի մի շաբաթում խաղ ստեղծել, որը որ 3 գոլ կբերի ու գոլ բաց չի թողնվի այս Արսենալից, ով որ ստանդարտներից է գոլերը անում մեծ մասը։ Չգիտեմ։ Հալա Մադրիդին դեմաս դուխներդ միգցեք բոլորիս մաղթում եմ հաջողություն պատասխան հանդիպմանը։